հայ վարդապետների մեջ ամենամեծ աղոթողը եղել է կա եւ մնում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, չէ՞։ Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությանը հայ իրականության մեջ անգերազանցել է, որովը մեկ այսպիսի աղոթագիր չի կարողացել գրել։ Եվ երբ Սուրբ Գրիգոր Նարեկացուն խնդրում են վանականները, շատ վանականներ, ասում են մեզ համար ապաշխարության գիրք գրիր, աղոթքի ապաշխարության գիրք գրիր, որպեսզի մենք կարողանանք կարդալ եւ ապաշխարել, որ այդ աղոթագիրքը մեր սրտից լինի, մեր հոգուց լինի, մեր մասին լինի, մեր մեղքերի ապաշխարությունը լինի եւ ամենակարևորը հույսով հավատքով լցված լինի, զղջումով ապաշխարությամբ սկսվի, հույսով հավատքով ավարտվի։ Եվ երբ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը նայում ես, տեսնում ես ճիշտ այս սխեման համակարգը կա։ Զղջում, խոստովանություն, ապաշխարություն, վերջում հույս, հավատք, ուրախություն։ Ինչպես քրիստոնյայի ամբողջ կյանքն է, ապաշխարություն, թողություն եւ մխիթարություն, մեղքերի թողություն եւ մխիթարություն։ Պատկերացնում եք Նարեկացու ժամանակ այդ հզոր վանականներ, այդ աղոթող մարդիկ, այդքան հազարավոր մարդիկ դիմում են վարդապետին, ասում են մեզ աղոթել սովորեցրու։ Սուրբ վարդապետին։ Բա եթե այդ սուրբ վարդապետների այդ մեծ հավաքը հազարավոր դիմել են Նարեկացուն, բա մենք չդիմենք Նարեկացուն, ասենք ով սուրբ վարդապետ Գրիգոր, մեզ աղոթել սովորեցրու քո աղոթագրքով։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, երբ որ Մատյան ողբերգությունն է գրում, ասում է ամեն տող արտասուքով եմ գրել։ Այսինքն Նարեկացու արտասուքները երկինքի արքայության ճանապարհն են բացել իր աղոթագրքով։ Սուրբի աղոթքները բացում են երկինքի արքայության ճանապարհը։ Գրիգոր Լուսավորչի կանթեղը միած այսպիսի բանաստեղծություն կա, չէ՞։ Գրիգոր Լուսավորիչը Արագածի կատարին կանթեղ է կախել անպարան եւ յուղի տեղը Սուրբի աղոթքները նրա մեջ։ Անմար կանթեղ են ասում Գրիգոր Լուսավորչի Արագածի գագաթում։ Մենք հավատում, որ այնտեղ կախված է եւ Սուրբի աղոթքն էլ յուղի տեղակ նրա մեջ է եւ անմար է այդ կանթեղը։ Այսինքն Սուրբերի աղոթքները անմար կանթեղ են, նրանց արտասուքները հավերժական ճանապարհ են, որ բացում են դեպի երկինքի արքայություն։ Պատկերացրեք դրա զուգահեռ դրա կողքին դնում ես մեր ցաք ու ցրիվ մտքով մեր խղճուկ ողորմելի աղոթքները։ Ես կասեմ մաղթանքները կամ կենացները, մենք չենք աղոթում, մենք կենաց ենք ասում։ Այն որ սեղանի շուտ նստում են, առողջություն լինի, հաջողություն լինի, գործերի ամեն ինչ կլինի։ Սա մեր աղոթք։ Իսկ Նարեկացին է որդի Աստծո կենթան, օրհնյալ համենայնի, հորը տահավորյան քնին ծնունդ, եւ այս սրանք խոսքեր չեն, սրանք կյանք են, ապրում են, սրանք ճանապարհ են դեպի երկինքի արքայություն։ Մենք պետք է սովորենք սուրբերի նման աղոթել եւ սուրբերը մեզ կսովորեցնեն, թե ինչպես պետք է աղոթել։ Եթե մենք չենք սովորել սուրբերի նման աղոթել, սուրբերի աղոթքներով չենք սովորել աղոթել, մենք հենց չգիտենք աղոթել։ Էլ ինչպես կարող ենք աղոթել, եթե աղոթել չգիտենք։ Շատ կարևոր է եւ որ եկեղեցու սուրբ հայրերի գրվածքներով աղոթենք, որտեղ դրանք բացած ճանապարհ են։ Տեսեք, Դավիթը սաղմոսներ է գրել։ Դավիթի սաղմոսների վրա հիմնված էր ամբողջ տաճարի երգեցողությունը, Աստված պաշտությունը, աղոթասացությունը։ Դավթի սաղմոսների վրա էր գրված։ Քնարներով, թմբուկներով երգում էին, պարում էին իսրայելացիները։ Դավիթի սաղմոսների վրա հիմնված է այսօր մեր Աստված պաշտություն, ժամերգությունները, պատարակները հեղեղված են Դավթի սաղմոսներով։ Մեր հայրերը, եկեղեցու սուրբ հայրերը պատահական չէ, որ սաղմոսները դրել են ամբողջ Աստված պաշտության հիմքում, որովհետև իրապես շատ խորն են դրա։ Նարեկացին է, որ նայում ես Դավթի սաղմոսներից շատ է օգտվում եւ Սուրբ Գրքից է օգտվում։ Նարեկացին ամբողջ հեղեղված է Սուրբ Գրքի խոսքերով։ Ուրեմն շատ կարևոր է եւ հատկապես որպեսզի մենք մեր ակունքներից չկտրվենք,
ծառանց արմատի չի կարող պտուղ տալ։ Այդպես էլ մեր հոգևոր ծառը եկեղեցու Սուրբ Հայրի աղոթների վրա պետք է հիմնված լինեն։ Եվ այդ արմատները շատ խորն են, մինչև Քրիստոս են հասնում, մինչև Ադամ են հասնում։ Եվ եթե մենք եկեղեցու Սուրբ Հայրի աղոթքներով ենք աղոթում, մենք այդ խորը արմատներից ենք սնվում, զորանում ենք եւ հաստատ պտուղ կտանք, բարի պտուղ կտանք։ Ամեն ծառ իր պտղից է ճանաչվում։ Մեր աղոթքի ծառը նարեկացու արմատներով է, լուսավոր չի աղոթքներով է, կանթեղով է, լուսավոր չի, անմար կանթեղով, որտեղ յուղի տեղակ Սուրբի արցունքն